Մենք տաղավարում ենք, շարունակում ենք մեր տոնական եթերը սիրելի հեռուստադիտողներ, իսկ հիմա հնչելու է շատ կարևոր մի արտահայտություն։ Հայաստանի Հանրապետությունում կանայք եւ տղամարդիկ իրավահավասար են, եւ որքան էլ տարիների ընթացքում մարտի 8-ի տոնական խորհուրդը վերափոխվում է, բայց միևնույնն է, հիմքում ընկած են կանանց իրավունքների պաշտպանությունը։ Որքանով են կանանց իրավունքները պաշտպանված մեր երկրում եւ որ ոլորտներում են դրանք ոտնահարվում։ Այս եւ այլ հարցերի կպատասխանի մեր հյուրը Անահիտ Մանասյանը, մարդու իրավունքների պաշտպանը, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել այստեղ, շատ գեղեցիկ եք եւ թույլ տվեք ձեզ շնորհավորել շատ կարեւոր ու սիրուն օրվա կապակցությամբ եւ մաղթել, որ մեր երկրում կանանց իրավունքները այնքան պաշտպանված լինեն, որ այլևս երբեք այս մասին չխոսենք, համաձայն եք։ Շնորհակալ եմ անչափ նախ հրավերի եւ շնորհավորանքի համար։ Ես նույնպես շնորհավորում եմ բոլոր կանանց եւ աղջիկներին այս շատ գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Իհարկե կարեւոր է, որպեսզի ոլորտում անընդհատ լավարկումներ լինեն, որպեսզի մենք շատ քիչ խոսենք իրավունքների խնդիրների մասին, բայց ամեն դեպքում վստահ եմ, որ հաճախ ենք խոսելու եւ մշտապես ենք խոսելու, հետեւաբար ամենակարևոր հանգամանքը, որ կանայք իրենց ուժերին հավատան եւ նաեւ ինչու՞ չէ, աշխատեն իրենց եւ բոլորս աշխատենք իրավունքների զարգացման ուղղությամբ։ Շատ լավ, նախ եւ առաջ հետաքրքիր է, թե ինչու են իրավունքները տարանջատվում կանանց եւ տղամարդկանց միջև եւ ինչպիսին է մեր օրենսդրությունը այս առումով։ Ես երևի թե չէի ասի, որ իրավունքները տարանջատվում են կանանց եւ տղամարդկանց միջև, որովհետեւ բնականաբար իրավունքների պաշտպանության մեխանիզմները դրանք համահավասար են բոլորի համար, պարզապես կարևոր մի փաստ կա, որ կան տարբեր սոցիալական խմբեր, ում իրավունքների հետ կապված անհրաժեշտ է առանձնահատուկ պաշտպանություն եւ նաեւ առանձնահատուկ խթանման մեխանիզմներ, օրինակ մենք պարբերաբար առանձնացնում ենք կանանց իրավունքների հետ կապված տարբեր հարցերը, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների, սրա պատճառը ոչ թե այն է, որ մարդկանց տարբեր խմբեր չունեն հավասար իրավունքներ կամ հակառակը մի խումբ ունի արտոնություններ, մյուսը չունի արտոնություններ, ոչ։ Սրա ամբողջ իմաստը հակառակն է, իմաստն այն է, որ բոլորը պետք է ունենան հավասար հնարավորություններ, պարզապես առանձին խմբերի հետ կապված կամ խնդիրներն են ավելի շատ, կամ որոշակի խմբերի առումով անհրաժեշտ է նաև իրավունքների պաշտպանության մեխանիզմների առանձնահատկություններ, եւ դա է նաև պատճառը, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շատ առանձնահատուկ ձևով քննարկվում է կանանց իրավունքների հատկապես խթանման հետ կապված ոլորտը, որովհետև ավանդաբար կանայք որոշակի հնարավորություններից չեն օգտվել տղամարդկանց հետ հավասար եղանակով, օրինակ հանրային գործունեության, հանրային տարբեր պաշտոններ զբաղեցնելու, նույնիսկ ընտրելու իրավունքի հետ կապված, միայն այսպես պատմության տեսանկյունից կարելի ասել վերջին ժամանակահատվածում է, որ նաև կանայք են ստացել հավասար հնարավորություններ ընտրելու իրավունքի դիտանկյունից եւ մի շարք այլ հանգամանքներ եւս, ու դա է պատճառը, որ ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում այսպիսի առանձնահատուկ կառուցակարգեր են նախատեսված իրավունքների պաշտպանության ու խթանման համար։ Իսկ որքանով են պաշտպանված կանանց իրավունքները Հայաստանում եւ ինչ զարգացում կա այս տարիների ընթացքում եւ ինչ փոփոխություններ կան։ Ես երևի թե հարցին այդպես շատ կատեգորիկ չեմ պատասխանի, որովհետև միշտ էլ իրավունքների պաշտպանվածության առումով զարգացման տեղ կա եւ դա անընդհատ է։ Դրա համար ես ի սկզբանե նշեցի, որ մենք բոլոր ոլորտների իրավունքների պաշտպանության մասին իհարկե մշտապես ենք խոսելու։ Դրա համար ամենակարևոր հանգամանքն այն է, որպեսզի բոլոր ոլորտներում լինեն պատշաճ զարգացումներ։ Այս առումով երևի թե լավ նորությունն այն է, որ կանանց իրավունքների պաշտպանության առումով բավականին մեծ են զարգացումները մեր երկրում, թե խոսքը վերաբերում է տղամարդկանց եւ կանանց սոցիալական դերերի, այսպես հստակ տարանջատման առնչությամբ առկա նախապաշարմունքների փոփոխությանը, եթե շատ ավելի պարզ փորձենք քննարկել հարցը, այն որ դե կինը պիտի ճակերտներում ասված հա միայն տնային գործերով զբաղվի, որևէ այլ գործունեությամբ չի կարող զբաղվել, երեխայի դաստիարակություն եւ վերջ, օրինակ այս նախապաշարմունքները բավականին հաղթահարվել են եւ եթե դաշտնել մենք նայենք, կտեսնենք, որ
կանայք բավականին շատ են թե աշխատանքային գործունեության տարբեր ոլորտներում, թե նույնիսկ հանրային բարձրաստիճան պաշտոններում, ու այս առումով իհարկե սրան նպաստել են նաև իրավունքների խթանման ու պաշտպանության մեխանիզմները ու դրանց զարգացումը, բայց իհարկե պիտի հատուկ շեշտեմ, որ բնականաբար չափազանց շատ են նաև խնդիրները, նույն օրինակ այս նախապաշարմունքները դեռևս ոչ միայն ամբողջությամբ հաղթահարված չեն, այլ օրինակ մենք ունենք ազգային փոքրամասնությունների համայնքներ, որտեղ բավականին լուրջ ծավալով դրանք շարունակում են պահպանվել, օրինակ վաղ ամուսնությունների ինստիտուտն է շատ մեծ տարածում ունեցող եւ մի շարք այլ խնդիրներ էլ իհարկե այսօրվա եթերը տոնական է, ես չեմ ուզենա անընդհատ կենտրոնանալ խնդիրների վրա, բայց դրանք կարող ենք դրական ձևաչափով այնպես քննարկել, որ բոլորի համար պարզ լինի, որ պիտի նաեւ զարգացումները շարունակական լինեն։ Առաջարկելով այդ խնդիրների լուծման տարբերակները, բայց շատ ճիշտ պահի վրա մենք կանգ առանք, այ հետաքրքիր է, ինչպես եք նայում հետևյալին, որ դեռ մանկուց աղջիկ երեխաներին պետք է ծանոթացնել եւ սովորեցնել իր իրավունքների մասին եւ դրանք նաեւ պաշտպանելու մասին։ Ընդհանրապես կարևորում եմ, որպեսզի երեխաները իրենց իրավունքների մասին տեղեկացված լինեն եւ շատ կարևոր է նաեւ, որպեսզի աղջիկները պատկերացում ունենան այն բոլոր առանձնահատկությունների մասին, որոնք հենց այս ոլորտին են վերաբերում։ Ընդ որում խոսքն այն մասին չէ, որ մենք աղջիկներին սովորեցնենք, որ իրենք պիտի արտոնություններ ունենան, խոսքն այն մասին է, որ բոլորը պիտի հասկանան, թե տղաները, թե աղջիկները, որ իրենք ունեն հավասար հնարավորություններ։ Աղջիկները մանկուց պիտի պատկերացում ունենան այն մասին, որ իրենք են նաև ապագայում իրենց կյանքի հետ կապված որոշում կայացնողը, թե գործնական հարցերի, թե իրենց կրթության իրավունքի, աշխատանքային տարբեր բնագավառների, անձնական կյանքի, ընտանիք կազմելու եւ այլ հարցերի հետ կապված, բնականաբար իրենք պիտի տեղեկացված լինեն դրանից, ավելին ասեմ, նրանք պիտի տեղեկացված լինեն այն մասին, որ ընդհանրապես բռնությունը արգելված երևույթ է եւ ֆիզիկական բռնության, հոգեբանական, տնտեսական բռնության որևէ տեսակ չի կարող ընդունելի լինել, բայց երևի ամենակարևոր հանգամանքն այն է, որ մենք ոչ թե պարզապես խոսքերով նրանց գիտելիք փոխանցենք այս ամենի մասին, այլ մեր բոլորիս վարքագծով ցույց տանք այդ ամենի կարևորությունը եւ իհարկե այս առումով շատ կարևոր են ինչպես ընտանիքները եւ ընտանիքներում պատշաճ միջավայրը, հետեւաբար ծնողների տեսանկյունից էլ այն ամենի մասին ինչի վերաբերյալ խոսում ենք, շատ կարևոր է, որպեսզի ծնողները մշտապես իրենց ծնողավարման հմտությունները զարգացնեն ու այս ամենը իրենց վարքագծով ցույց տան եւ իհարկե կրթական միջավայրերը, որոնք եւս բացառիկ կարևորություն ունեն, կարծում եմ այս բոլոր ոչ թե պարզապես գիտելիքները, այլ վարքագծային մոդելները փոխանցելու հարցում։ Այնուամենայնիվ վերադառնալով խնդիրներին, որոնք եւս շատ կարևոր են, որ ոլորտներում են ոտնահարվում կանանց իրավունքները եւ ովքեր են ավելի խոցելի, որ խմբերն են խոցելի։ Իհարկե կանանց իրավունքները տարբեր ոլորտներում են ոտնահարվում, ի սկզբանե նշեմ, որ տարբեր նախապաշարմունքներ ու կարծրատիպեր տղամարդկանց ու կանանց սոցիալական դերերի մասին դեռևս պահպանվում են եւ դրանք բավականին արմատացած են օրինակ իմ մարզային այցերի, տարբեր գյուղական բնակավայրեր այցերի ընթացքում ես դրանում համոզվում եմ, արմատացած են եւ շատ դեպքերում աղջիկները մտածում են, որ իրենք այլ ապագա չեն էլ կարող ունենալ, բացի շատ վաղ տարիքում ամուսնանալուց, ընտանիք կազմելուց, ընդ որում շատ դեպքերում դա նաև հարկադիր բնույթ է կրում, այսինքն շատերը իրենց կամքով չէ, որ հարցերի վերաբերյալ որոշումներ են կայացնում, արդյունքում նրանք չեն կարողանում իրացնել իրենց կրթության իրավունքը, առողջության պահպանման իրավունք եւ մի շարք այլ հարցեր, հետեւաբար սա երևի ամենամեծ խնդիրներից մեկն է, սա ազդում է նաև հանրային կյանքում կանանց ներգրավման հետ կապված տարատեսակ հանգամանքների վրա, որովհետև եթե դիտարկենք դաշտը, իհարկե զարգացումները բազմաթիվ են եւ չափազանց մեծ է նաև կանանց թիվը, ովքեր ներգրավում են հանրային տարբեր գործունեության շրջանակներում, բայց այս նախապաշարմունքները նաև շատ դեպքերում խանգարում են մարդկանց, նույնիսկ մտածելու այդ գործունեության շրջանակներում ներգրավվելու մասին, ավելին ասեմ, օրինակ հանրային դաշտում
դեպքում կանանց թիրախավորումը շատ ավելի առանձնահատուկ եւ ագրեսիվ մեթոդներով է իրականացվում, ի նկատի ունեմ կին ունենալու հանգամանքի հիմքով, հա, արտաքին հատկանիշների, ընտանիք ունենալ չունենալու, երեխա ունենալ չունենալու եւ տարբեր այլ մոտեցումների դիտանկյունից եւ սրանք զգայուն հարցեր են մեր հասարակությունում ու բոլոր կանայք չէ որ կարող են շատ ուժեղ լինել ու չընկրկել այս հարցերի ի հայտ գալու պարագայում։ Հետևաբար սա հաջորդ խնդիրն է, որը առկա է, կամ օրինակ կանանց նկատմամբ բռնության հետ կապված խնդիրը, որը հատկապես ընտանիքում բավականին տարածված երևույթ է եւ իհարկե ունի հաղթահարման կարիք։ Եվ ստեղծված խնդիրների լուծման տարբերակներից մեկն էլ երևի թե հասարակության վերաբերմունքն է, որովհետեւ սա խոսում է նաեւ ինքդ քեզ ու քո իրավունքները ճանաչելու մասին, որով նաեւ կարող ես հստակ պաշտպանել դիմացին իրավունքը անկախ այս պահին տղամարդ թե կին քո դիմացը կանգնած կարգավիճակը նաեւ հաշվի առնելով։ Բայց մենք գիտենք այսօր որ բազմազան են նաեւ այն հնարավորությունները եւ հարթակները, որոնց միջոցով մենք կարողանում ենք պաշտպանել մեր իրավունքները կամ նույնիսկ բողոք ներկայացնել, որ ոտնահարված են մեր իրավունքները։ Այս դեպքում ձեր խորհուրդը եւ ինչ անել, եթե կարծում ենք, որ մեր իրավունքը ոտնահարված է։ Շատ կարևոր մի հանգամանքի մասին խոսեցիք, մասնավորապես հասարակության վերաբերմունքի։ Այո, սա չափազանց կարևոր է եւ իրավունքների պաշտպանության առումով առանցքային նշանակություն ունի այն մշակույթը, որը մեր միջավայրում ձևավորվում է։ Իհարկե, այս առումով պիտի հատուկ շեշտադրեմ նաև, որ այդ մշակույթի ձևավորման հարցում եւս պատասխանատու դերակատարներ պետք է պարտավորություններ ունենան եւ այդ մշակույթը ձևավորելու քայլեր ձեռնարկեն, որովհետեւ պարզապես խնդիրը դնել հասարակության եւ նրա մշակույթի ուսերին առանց որևէ բան անելու, սա կոլեկտիվ անպատասխանատվության պես մի բան է դառնում, հետեւաբար իրոք կարեւոր է, որպեսզի պատասխանատու դերակատարները նաև նպաստեն այդ մշակույթի ձևավորմանը, բայց ինչ վերաբերում է այն կառուցակարգերին, որոնք առկա են իրավունքների պաշտպանության նպատակով ու իրավունքները խախտվելու կամ ենթադրաբար խախտվելու պարագայում կարող են օգտագործվել, ապա պետք է նշեմ, որ նախ մենք պիտի ձևավորենք մշակույթ չվախենալու իրավունքների խախտումների վերաբերյալ բարձրաձայնելու, հատկապես այսպիսի ոլորտներում, որտեղ դարձյալ նախապաշարմունքները ու կարծրատիպերը չափազանց շատ են, մարդիկ ամենաշատն են վախենում խնդիրների վերաբերյալ խոսելուց, եւ առաջին բանը, որ պիտի ասեմ, այն է, որ մի վախեցեք խնդիրների մասին խոսել։ Իհարկե շատ կարևոր է նաև ճիշտ ընտրել խնդիրների մասին խոսելու եւ իրավունքները պաշտպանելու մեթոդները։ Ամեն դեպքում իրավունքի խախտման բնույթից է նաև կախված, թե ինչ ձևաչափով կարելի է իրավունքների պաշտպանության ձևաչափերով զբաղվել կամ տարբերակներ ընտրել։ Իհարկե տարբեր են պետական մարմինները, կլինի ներքին գործերի նախարարությունը կամ քննչական տարբեր մարմիններ կամ օրինակ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, որը իհարկե ոչ բոլոր դեպքերում ունի լիազորություններ, բայց մենք մշտապես երբ այս ոլորտների հետ կապված ստանում ենք հարցեր, որոնք նույնիսկ եթե մեր իրավասությանը չեն վերաբերում, անմիջապես փոխանցում ենք այն պետական մարմիններին, որոնք զբաղվում են այս հարցերով, մեր թեժգծի համարն է 116 եւ նաեւ մենք ունենք ինչպես գրասենյակ Երևանում, այնպես էլ մի քանի մարզային ստորաբաժանումներ ունենք, բայց իհարկե ոլորտում կան նաեւ հիանալի գործունեություն իրականացնող թե հասարակական կազմակերպություններ, թե միջազգային գործընկերներն են շատ ակտիվ այս առումով, այսինքն կարեւոր է չմոռանալ, որ պետք չէ վախենալ իրավունքների մասին ու խնդիրների մասին բարձրաձայնելուց, իսկ մնացյալ ձևաչափերը կարծում եմ այսպես շատ կարճ ես ամփոփ փորձեցի ներկայացնել, իհարկե սրա մասին կարելի է երևի միայն ռեպորտաժ ունենալ եւ խոսել դրա մասին։ Մեր համար կարծրատիպերը երևի այլ բնույթ ունեն։ Ձեզ համար մասնագիտական տեսանկյունից դուք ուրիշ հայացքով եք նայում, շատ են արդյոք կարծրատիպերը մեզ մոտ։ Չափազանց շատ են։ Եվ ոչ միայն այլ հայացքով եմ նայում, այլ ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ ենք իրականացնում եւ դա վկայում է այն մասին ու նաեւ մոնիթորինգի արդյունքներն են վկայում այն մասին, որ մեզ մոտ կարծրատիպերը անթիվ անհամար են, ընդ որում սրան նպաստում է կարծում եմ առաջին հերթին մեր կրթության համակարգը, որովհետեւ երբ նայում ես կարծրատիպային մոտեցումներին, ակնհայտ է դառնում, որ նույնիսկ մասնագիտական համայնքներում, այսինքն համայնքներ,
որոնք իրենք պետք է պայքարեն կարծրատիպերի դեմ, հենց իրենք ունեն տարատեսակ նախապաշարմունքներ, հետևաբար կարծում եմ առաջին հերթին պետք է ամբողջությամբ վերափոխել մեր կրթության համակարգը, այս ոչ միայն կարծրատիպերը հաղթահարելու, այլ նաև մարդկանց զգայուն հարցերի վերաբերյալ թե խոսելու, թե զգայուն հարցերի վերաբերյալ տարատեսակ քայլեր ձեռնարկելու, պատշաճ հմտություններ տրամադրելու նպատակով։ Շնորհակալ ենք ձեզ եւ առիթ օգտագործենք ու լսենք շատ կարեւոր խոսքեր մաղթանքի տեսքով ուղղված բոլորին։ Հորդորում եմ մեր բոլոր կանանց եւ աղջիկներին լինել ներդաշնակ, ինքնաբավ եւ հավատալ ուժերին ու ես վստահ եմ, որ իրենք էլ կհամոզվեն, որ իրենց մոտ ամեն ինչ ստացվելու է։ Շնորհակալություն հայտնենք Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, ձեզ տոնական օրվա հրաշալի շարունակություն։ Մենք էլ շարժվում ենք առաջ, բայց երաժշտական տրամադրությունը վերադառնանք եւ շարունակենք տոնական առավոտ լուսով։